Դեն սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց եւ փորձեց հերքել այն ամեն ինչը, ինչը անհերքելի է, ներկայացնել, որ բանակում այն ինչ որ ես ներկայացրել եմ իրականությանը չի համապատասխանում, որ բանակը եղել է մարտունակ, բայց ցավը կայանում է անում, որ բանակում ես մենակ չէի ծառայում եւ առնվազն մեր զորամասում 1250 հոգանոց դա բրիգադա էր, 1250 հոգի առնվազն մարդ կար եւ այդ կազմը ամեն 6 ամիսը մեկ համալրվում էր նոր մարդկանցով եւ միակ տեղը չէր հոկտեմբերանի զորամասը, որտեղ ուտելիքի խնդիրներ կան, չանադառնամ, չմանանամ այդ խոսակցությանը, ես չէ որ մեր ժողովրդին, նույն մարդկանց, ովքեր որ ծառայել են այդ տարիներին, պետք է պատմեմ, ասեմ նաև, որ Քոչարյանը իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան եւ ինքը հրապարակայնորեն ինձնից ներողություն է խնդրելու եւ այն գումարը, որը որ ինքը կփոխհատուցի, այդ գումարից ես գումար կհատկացնեմ, կանանձնացնեմ եւ ծաղիկներ կխոնարհեմ մարտի 1-ի հուշարձանի մոտ եւ հոկտեմբերի 27-ի հուշարձանի մոտ եւ կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդ, ով որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում ընտրված չի եղել որևիցե պաշտոնի, իրավունք չունի որևիցե հայ մարդու, հայ ժողովրդի ներկայացուցիչի վիրավորի, առավել եւս ինձ, ես ի տարբերություն իրեն ընտրված պաշտոնյա եմ, եթե ինքը խնդիրներ ունի, որ ես ասում եմ, որ ինքը չի ընտրվել երբևիցե Հայաստանի Հանրապետությունում որևիցե բարձր պաշտոնի, կարող է դիմել դատարան, ես մեծ հաճույքով այդ դատական գործի մեջ կներքաշվեմ եւ մենք քննարկենք արդյոք Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետություն որևիցե ընտրություն է հաղթել թե ոչ, բայց ես վստահ եմ, որ ինքը այս խոսակցության մեջ չի մտնի։ Փոխարենը ինքը պետք է պատրաստվի հրապարակայնորեն ներողություն խնդրի ինձանից, լավ կլինի նաեւ հայ ժողովրդից ներողություն խնդրի այն ամեն ինչի համար ինչ որ ինքը եւ իր շրջապատը արել են հայ ժողովրդի գլխին իր կառավարման 10 տարիների ընթացքում։ Շնորհակալություն, լավ մնացեք։